Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր մայիսի 28 Եվ Աստծո սպառազինությունը հագեք, որ կարող լինեք սատանայի հնարքներին հակառակ կենալ։ Եփեսացիս 6:11 խոսք։ Գործածեք բոլոր համապատասխան պաշտպանություններն ու զենքերը, սատանայի գայթակղություններն ու խորամանկությունները հետ մղելու համար։ Ձեր վրա առեք և կիրառեք բոլոր քրիստոնեական առաքինությունները, ամբողջ զրահը, որպեսզի ոչ մի մաս չմնա մերկ և խոցելի թշնամու առջև։ Նրանք, ովքեր ցանկանում են արժանի համարվել Աստծո զրահին, պետք է փնտրեն նրա շնորհը, Աստծո ամբողջական զրահը, քանի որ Աստված ոչ միայն ապահովում է այն, այլև շնորհում է այն։ Մենք չունենք մեր սեփական զրահը, որը օգտակար կլինի դժվարությունների ժամանակներում։ Հավատքը, որպես անտեսանելի բաների վրա հույս դնելը, Քրիստոսի ընդունումը և փրկագնման նվաճումները և նրանից շնորհ ստանալը նման է վահանի բոլոր կողմերից պաշտպանության համար։ Սատանան չարն է, սաստիկ գայթակղությունները, որոնց միջոցով հոգին կարծես դժոխքի կրակով է բորբոքվում, այն նետերն են, որ սատանան արձակում է մեր վրա։ Այդպիսիք են նաև Աստծո մասին կամ մեր անձի վերաբերյալ ծանր ու տանջող մտքերը, իսկ հավատքը, որ գործադրում է Աստծո խոսքը և Քրիստոսի շնորհը, մարում է գայթակղության այդ նետերը։ Փրկությունը պետք է լինի մեր սաղավարտը։ Փրկության բարի հույսը, հաղթանակի սուրբ գրային սպասումը կմաքրի հոգին և կպահպանի այն սատանայի կողմից բղծվելուց։ Քրիստոնյային, որը զինված է մարտում պաշտպանության համար, առաքյալը խորհուրդ է տալիս միայն մեկ հարձակողական զենք, և դա բավարար է՝ Հոգու սուրը, որը Աստծո խոսքն է։ Այն սանձահարում և սպանում է չար ցանկություններն ու հայհոյական մտքերը, երբ դրանք առաջանում են մեր մեջ, և պատասխանում է անհավատությանն ու մոլորությանը, երբ դրանք հարձակվում են դրսից։ Լավ հասկացված և ճիշտ կիրառված Սուրբ Գրքից մեկ տողը կարող է միանգամից ոչնչացնել գայթակղությունը կամ առարկությունը և հաղթահարել ամենասարսափելի հակառակորդին, իսկ աղոթքը կամրացնի մեր քրիստոնեական սպառազինության բոլոր մյուս մասերը։